դուք եք ասում ազգային ժողովի պատգամավոր հանրապետական Մհեր Սեդրակյանի մարդիկ հարձակվել են ձեր ընտանիքի վրա, ծեծի ենթարկել ձեզ, ձեր կնոջը, ինչը տեղի է ունեցել ձեր 2 տարեկան երեխայի աչքի առջև։ Այսինքն ստացվում է, որ նրանք ամեն ինչի պատրաստ են։ Դուք ինչպես եք պատկերացնում ձեր հետագա անելիքները։ Պնդում եմ, որ Սեդրակյան մերն է, որտեղ անկասկած ինչքան էլ անհեթեթ մեկնաբանություններ անեն մարդիկ, որոնք ներկայանում են իրեն օգնական կամ իրեն վարորդ կամ ոստիկանությունը, մանկամիտ ինչ-որ հարևանների կռիվը, հարևանների կռիվը, որովհետև ես դժբախտաբար հարևանություն եմ անում Սեդրակյան մերի հետ։ Այդ չեն շեշտել ուղղակի եւ իր բարեկամների հետ։ Հետագա քայլերը մեր արդեն դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին, դիմումը ընդունել է պարոն Անդրեասյանը, նույնիսկ հրատապը ընդունել, որովհետև արտառոց դեպք է եւ հասարակական հնչեղություն կստանա կարծում եմ։ Տուն վերադառնալ դեռևս չենք կարող, որովհետև ես այնտեղ հարևաններիս հետ զրուցել եմ հեռախոսով եւ ասում են, որ երկրորդ օրը արդեն եկել էին Սեդրակյանի տղայի ընկերներից, ում ճանաչում եմ, քեզնից էին արծիփորձանում եւ մասնավորապես ուր չի երևում, չի երևում։ Կինս է գնացել տուն երեխային, որ վերցնի, բերի ապահով տեղ, տանը լցված են եղել ինչ-որ անձիկ, անհայտ անձիկ, ներկայացել են իբր որպես ոստիկաններ, իբր եկել են մորս է դրանից հետո, իբր որպես ոստիկաններ, իբր որպես մորս հետ խոսալու նպատակով են եկել, բայց առաջի հարցը եղել է կնոջս, թե ես ուր եմ, ձեր իրա հետ եմ, կինս չէ, չգիտեմ ուր է, եկել եմ երեխային նայեմ, դե մի հատ դուրս արի տնից, կնոջս, իմ տնից, իրա տնից։ Կինս մտել է ննջարան, մեկը եկել է չէ տնից դուրս արի։ Կինս հասկացել է, որ մի բան այն չի, ոչ փաստաթուղթ, ոչ մի բան։ Երեխային վերցրել են, ստրա տաքսի եկել է մոտս։ Զանգեր է գալի ինձ մեկ փակ համարից, մեկ ինչ-որ անհասկանալի համարներից, որ ներկայանում են ոստիկանությունից, կնոջս հետ են խոսում, ասում են տեղը ասեք, ես գնաց եմ ասենք։ Ես հետո հետ եմ զանգում, ասում եմ ոստիկանությունից, ասում են չէ, ինչի ով է։ Ասում եմ սենց, տղեկից մեկն է զանգել, ես իրան ճարեմ, դուք որտեղ եք, ասում եմ չեմ ասի, դու տեսնեմ ով ես ներկայացի ու հետ չեն զանգում։ Եվ այլն, այդ ամեն ինչը փաստում է, որ հիմա տուն գնալ պետք չի, մեղմ ասած պետք չի։ Իսկ հետագա քայլերը Այսինքն չնայած այն բանին, որ դուք դիմել եք ոստիկանություն, ահազանգել եք, նույնիսկ անուն եք տվել, թե ովքեր են ձեր վրա հարձակում գործել, նրանք շարունակում են այցելել ձեր տուն, հետապնդել ձեզ։ Շարունակում են այցելել, հետապնդել եւ նույնիսկ բացահայտ սպառնալիք այսօր ես կարդացի լրատվականներից մեկում, որ Սեդրակյանի վարորդ ներկայացած անձը ասել է մենք սպասում ենք Սեդ Մհերը գա, երկրում չի, մենք իրանից պատիվ ենք պահանջելու բոլորով։ Փակ տեքստով, բայց ուրեմն դա սպառնալիք է։ Անհեթեթ մեկնաբանություններ ոստիկանությունն արել, իբր ներկայացել է իմ գործով ինչ-որ անչափահաս ես իմով։ Ու վերջ, այսքան բան, ուրիշ հայտարարության մեջ ուրիշ բառ չկա։ Ներկայացել է իմ գործով անչափահաս ինչ-որ մի հատ ափն։ Ես այնտեղ անչափահաս չեմ տեսել ամենայն դեպս արձակողների մեջ։ Ոստիկանությունը ամսի 14-ին է հազանգստացել, լույս 15-ի գիշերը, մինչ այսօր իմ հետ ոստիկանությունից ոչ ոք չի կապնվել, ինչը նույնիսկ զարմանալի թվաց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ու անպայման իրանք ուզեցին դա արձանագրեն, որ իմ հետ ոչ ոք չի կապնվել, չնայած իմ հեռախոսահամարը բջջային, թե ոստիկանություն կա եւ թե դատաբժիշկը վերցրեց, եւ որով հաջորդ օրը սննում էր ինձ ու կնոջս։ Ձեր վրա հարձակվողներին ճանաչում եք, մինչ այդ նրանց հետ որևէ առնչություն ունեցել եք, եղել է նման փորձ նախկինում։ Մեծ մասին ճանաչում եմ, երկու հոգուն ճանաչում եմ որպես Սեդրակյանի հեռավոր բարեկամ, մնացածին ճանաչում եմ որպես տարատեսակ ընտրություններին ազգային ժողովը լինի թե նախագահական Սեդրակյանի շտաբի, ուրեմն պետ շտաբի կատարածումներ, ինչ-որ մանկլավիկներ մի խոսքով հանրապետականի ՀՀԿ-ի, մինչես իհարկե փորձել են, սադրել են, սկսած 13 թվից 14 թվի սկզբերից, սադրել են կոնֆլիկտի եւ բացահայտ սադրել են, ասենք ես ասել եմ, որ կնոջս հետ գնում ենք զբոսայգի, դուրս է գալի Սեդրակյանի տանից Կայազորը իրա, Տիկնազորը, գալիս է մոտենում, ասում է տարածքը լքեք, ինձ, կնոջս եւ լիքը մարդ է զբոսայգում, հանրային տարածքը։ Ասում եմ ինչի, ասում եմ սեփական է, ասում եմ ումն է, ասում եմ ինչ չգիտես ումն է, ասում եմ դե փաստաթուղթ դու տեսնեմ որ սեփականություն է, ես գիտեմ Երևանի քաղաքապետարանինն է, զանգեմ մի հատ ճշտեմ, հեռախոսը վերցնում եմ, պատտվում գնում են ու այդ սադրանքներ կամ ստեղից գնացեք բան, իրանց թվում է այդ Սեդրակյանա տիպերին, որ իրանց թաղում եթե բնակվում է մեկը, որ ընդդիմադիր է,
պետք է անպայման լինի մնացածների պես, ոչ ընդդիմադիրների պես իր ստրուկը, այսինքն իրան համարի ոնց էր ասել այսօր իր օգնական ինչ-որ լրատվականներից մեկին աստվածային մարդ որպես։ Բարբերաբար եւ հիմնականում դա սկսվել է 14 թվականի սկզբերից Գազպրոմ Արմենիայի հետ կապված հայտնի ուրեմն իմ այդ կոնֆլիկտային մեղմ ասած իրավիճակից, բացահայտումներ հրապարակելուց եւ այլն։ Պարզ է, քանի որ մարդը ունի գազալցակայան, որը որ օգտվում է նույն Գազպրոմ Արմենիայի գազից եւ ինչ պայմաններով է օգտվում, բոլորս գիտենք, թե գազալցակայանները երբեք ոչ մի ուրեմն այդ տիպի մարդկանց գազալցակայանները չունեն ծախս ցույց տվող կամ այլ ինչ-որ ցուցիչներ։ Կարող է այս իմ ասելուց հետո կես ժամվա ընթացքում այնտեղ հայտնվի այդ հաշվի չէ՞ հնարավոր է։ Ինչպես դուք եք վստահեցնում, որ ձեր տնից տեղափոխվելուց հետո շարունակում են այցելել, սպառնալ, ձեզ փնտրել, ստացվում է, որ այդ բնականում այդ թաղամասում ապրելը ձեր կյանքի ընտանիքի համար վտանգավոր է։ Իհարկե, տենց է ստացվում։ Այդպես է ստացվում, որովհետև իրանց թաղամասն է, իրանց չգիտեմ, ես հիմա ասենց ասեմ, եթե իմ արդիկ այդ ժամանակ, երբ որ այդ ծեծկռտուկը եղավ, ես ինձ գցեցի տուն մի կերպ ոստիկանություն զանգեցի, այդ 10-15 հոգին որ դրսում հավաքված էին, բացահայտ գոռում էին ամբողջ փողոցը, որտեղ ոստիկաններ են ապրում, բարձրաստիճան ոստիկաններ են ապրում այդ փողոցում իդեպ։ Բացահայտ բղավում էին, տանդ մեջ կգյուլենք, բենզին կլացենք, տանդ մեջ կվառենք դուսարի։ Դե հիմա կարող է գնամ ու ի կատար ացեն, որովհետև հիմա հասկանում են երևի, որ արջի ծառայություն են մատուցել ռեժիմին, ինձ թվում է այսքան հրապարակումներից հետո։ Այսքանից հետո ոստիկանությունից ձեզ չեն կանչում հասկանալու ինչ է տեղի ունեցել։ Դուք ասում եք, որ այդ մարդկանց ճանաչում եք, ովքեր են կոնկրետ ձեր նկատմամբ բռնություն կիրառել։ Ոչ ոք ինձ չի զանգահարել, ոչ ոք ինձ չի հրավիրել ոչ մի տեղ ոստիկանությունից, չնայած ես բացահայտ գրել եմ իմ ցուցմունքի մեջ հետաքննիչի մոտ, ես որ ում եմ կասկածում, անուններ են նշվել նույն Սեթրակյանի իր տղայի միջադեպերը նախկինում եւ որ հարվածելուց ականատեսներ են եղել կինս կնոջս մայրը թե որ իրանք Սեթրակյանի անունն են տալիս ու ասում են գալու էր այսօրը որ չմարսեիր դու։ Երբ ահազանգել եմ եկել են օպերլիազորներ, երկու խումբ եթե չեմ սխալվում, ինձ կնոջս ու մորս տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, իդեպ ցինիզմը ծեծողները, երբ ոստիկանությունը եկավ, ոչ ոք չփախոստի չդիմեց։ Մարդիկ հանգիստ բարձրացան 15 մետր վերև եւ կանգնեցին ինչ-որ իրանց մեքենաների մոտ խմբով սկսեցին ծիծաղել։ Ոստիկաններին ասի կփախնեն, էսեն հələ արի գնանք խոսանք, տենանք ինչա, ոնց է վանջեն։ Իսկ հետո արդեն հետաքննիչը ցուցմունք վերցրեց մեզնից, ինձնից կնոջիցս, մեզ ուղարկեց դատաբժշկի հաջորդ օրը։ Դատաբժիշկը արձանագրեց մանրակարգիտ բոլոր կապտուկները, ռենտգենոլոգի մոտ կասկածում էր ուղեղի ցնցումներ, կոտրվածներ, ռենտգենոլոգի մոտ ուրեմն ուղեգիր տվեց։ Այդքանից հետո ինձ հետ ոչ ոք չի կապնվել։ Կասկածելի անձիկ եկել են մեր տուն, ներկայացել են որպես ոստիկան, ցույց չտալով ոչ մի փաստաթուղթ, ոչ մի ծանուցագիր, տանս մեջ անօրինական հարցաքննություններ են սկսել, իրավունք չունեն դա անելու։ Կնոջս դուրս են արել տնից, մորս էս ինչ-որ բաներ են իմացել ու այսօր ինչ-որ անհեթեթ հրապարակումներ էր իբր մորս անից, իբր մայրս ինձ վարկաբեկել է։ Եվ ես մորս զանգի, ասի կարող է գոնե ինչ-որ մի, ասում է բացի այդ միլիցեքից, ասում եմ մամ փաստաթուղթ ցույց են տվել, ասում է չէ։ Ասում եմ ինչ ասին, ասին քրեականից եք, մայրս 79 կին դե հասկանում եք։ Դուք մինչև երբ չեք պատրաստվում այդտեղ վերադառնալ, պահանջում եք, որ ոստիկանությունը պատժի մեղավորներին, բացահայտվի դա, մինչև երաշխավորեն ձեր անվտանգությունը։ Շատ աղոտ եմ պատկերացնում, որովհետև այսօր առաջի օրն է, որ ես ինձ մի քիչ լավ եմ զգում, կարողացել եմ դուրս գալ նույնիսկ։ 2 օր, երևի 3 օր թող անցնի, ես կհանդիպեմ բացի մարդու իրավունքների պաշտպանից ինձ ծանոթ ոչ հանրապետական ԱԺ պատգամավորների հետ, արդեն հանդիպել եմ մի քանի հոգու հետ մեր ուրեմն հասարակական գործիչներից ովքեր ինձ միացել էին նույն Գազպրոմի ժամանակ, տեսնենք միասին ոնց կարող ենք ոչ միայն իմ խնդիրն է ստեղ պարոն Էդվարդ Զորիկյանի հետ ես զրուցում, ինքը երեք շատ հետաքրքիր բան ասաց, ասում է Վահանին ծեծելով, ինձ ծեծելով, այս նոր որ ուրեմն ջահելները հեցի թանկացում, իրանք ինչ են ասում են, բա Վահանին տեսեք ինչ են կանում, բա ձեզ ինչ կանենք, իրանք էլ կմտածեն, չէ՞, այդ երեխեքը կասեն, բա որ սենց է, բա մեր հետ ինչ կլինի։ Հանրապետական պատգամավորը ձեր նկատմամբ ճնշումները սկսել է 2014-ից, ինչի մասին դուք պատմում եք, այդ ընթացքում ինչու չեք փորձել դիմել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այդ մասին բարձրաձայնել։
Գիտեք ոնց, ես երբեք կողմնակից չեմ եղել նրան, որ ասենք ինչ-որ մեկի թիկնազորից գալիս են ինչ-որ բան են ասում, բացի ասենց արտը։ Ես լրատվականներին կանչեմ, ես էս անեմ, ես այն անեմ, նույնիսկ Գազպրոմը երբ օրինական ձևով փորձեց ինձ պատժել եւ դատարանի որոշումով եկան ու իբր խախտումներ ճարելով իմ տան գազամատակարարումը զոդեցին ու կտրեցին տարան, հանեցին։ Անօրինականություն էր մարդկային առումով, օրինական էր, որտեղ դատարանի թուղթ կար, բայց այդ ամբողջ փողոցին չարին ինձ արեցին մենակ։ Ես այդ ժամանակ նույնիսկ աղմուկ չբարձրացրեցի։ Ու երևի չէր էլ լինի, եթե այս ամեն ինչը չլիներ, որովհետև ես այսօր գրել եմ Facebook-ում, առաջի գրառումս եմ արել դեպքից հետո, եւ առհասարակ վերջի մի քանի ամսում, որտեղ ես հեռու էի մնացել այս հասարակական կյանքից։ 4 հոգի գիտեին ընդամենը նրա մասին, իմ մտերիմներից, որ ես մտադիր եմ աշնանը վերադառնալ հասարակական կյանք, Գազպրոմ Արմենիայի հետ կապված նոր բացահայտումներով եւ ինչը ավելի կարեւոր է, Հայ էլեկտրոցանց ՓԲ-ի այնպիսի չարաշահումներ ու այնպիսի այնտեղ ուրեմն խաբեությամբ ժողովրդից ազգաբնակչությունից գումարներ կորզելու փաստեր կան, որ մենք ու ես հաստատ հիմա դա կհրապարակեմ։ Ու ես կարծում եմ, որ այս ամեն ինչը եղավ, որովհետև ինչ որ կերպ հասցրել էին, որովհետև նրանք այդ թողմախցիները այդքան ուղեղ չունեն, որ կռահեին, հա, որ այդպես բան կարող է լինի։ Իրանք էլ որոշել են արջի ծառայություն մատուցեն ռեժիմին։ Եվ այդ ծառայությունը, ինչպես դուք եք ասում, տեղի ունեցավ ձեր 2 տարեկան երեխայի աչքի առջև, ինչպես եղավ։ Երբ իմ տուն անօրինական մտավ մեկը, ոմն մեկը ներկայանալով որպես ոստիկան, ցույց չտալով էլի ոչ փաստաթուղթ, ոչ մի բան։ Ում ես ճանաչում եմ, ով այդ Սետրակյանի տիկնազորի այդ տղայի այդ մտերիմ հարաբերությունների մեջ է։ Ես իրան դուրս հրավիրեցի տնից, հրաժարվեց։ Ես արմունգից բռնեցի, սկզբից տնից, հետո բակիցս հանեցի դուրս։ Նա չի ինգել նրան, ես չեմ վնասել, չեմ խփել նույնիսկ։ Երբ հանեցի դուրս, 2 խումբ էր կանգնած, մոտ 10 հոգի կլինեին։ Մի քիչ ներքև ինձնից ու մի քիչ վերև։ Այս կողմից հայհոյեցին, պտտվեցի, մեջքիցս հարվածեցին, գցեցին ու այնտեղ ոնց որ ամեն մեկը իր պարտքը համարեր, մնացածին նույնիսկ բրթելով մի հատ ինձ հարված էր, գոնե մի հատ։ Երևի պատվոգիր էր դա ստանալու։ Այդ ամեն ինչին դուրս է թռնում կնոջս մայրը տնից, որ մեր տանն էր այդ ժամանակ, երեխան գիրկը գոռում է, այսին չեք անում, երեխան այդ ամեն ինչը տեսնում է։ Դրանից հետո ես մտնում ինձ մի կերպ գցում եմ տուն, զանգում եմ ոստիկանություն, կնոջս են բռնում ու նույն կերպ կնոջս են տաշում։